թվականի տվյալը, սա ընտրելու իրավունք ունեցող մասնակցողներն են, այո։ Մասնակից ըստ արձանագրություն, այո, ըստ արձան մասնակիցներն են։ Ընտրական իրավունք ունեցողներն են, այս բոլոր թվերն են ընտրական իրավունք ունեցողները։ Հա, չէ, հարգելիներս, ունենք պաշտոնական թիվ, թե ինչքան մասնակից ենք ունեցել, մոտ 1.5 միլիոնը 1.480.000-ի մերձակայքում էր, բնականաբար անգամ այս թվերը բնակչության թվի հետ կոռելացիայում է, հա, մի քիչ բան ուսումնասիրման ենթակա ըստ վիճվարչության, բայց այս թվերը մարդիկ են, ովքեր իրավունք ունեն ընտրական իրավունքի ըստ պետական մարմինների։ Եվ ես կառաջարկեմ, որ օրինակ ԶԼՄ-ները, քանի որ պետական իրավասու մարմինները հետքերով չեն գնում, ԶԼՄ-ները փոքրիկ հետաքննություններ իրականացնեն։ Հիմա եթե կարելի է ես ներկայացնեմ դրվագները, օրինակ, այստեղ բազմաթիվ դրվագներ են, քվեարկություն, կներեք։ Այստեղ առաջ տամ մի քիչ, հանձնաժողովի անդամը գնում է արդեն կապարակնքված պարկը բացում է, ինչ-որ բան է դնում, հետո էլի գալիս մոտենում է այս պարկին, սա էական կոպիտ ընտրախախտում է, որովհետև հետո այս պարկը քվեաթերթիկներով տեղափոխվել է ընտրատարածքային հանձնաժողով և մենք չգիտենք այստեղից ինչ է դուրս բերվել, ինչ է մուտք արվել։ Սա հենց այն հայտնի դրվագն է, որ հանձնաժողովը ստացել էր և երրորդ համարի քվեաթերթիկը խնդրեմ, բացակայում է, ու արձանագրություն են կազմել ստորագրել։ Սա կոնկրետ արձանագրված դրվագ է, որ հանձնաժողովականները պաշտոնական փաստաթղթերը մատիտով են լրացրել, ինչի իրավունքը չունեն, որովհետև մատիտով լրացված թվերը կարող են ջնջվել։ Ու հենց այս թվային անճշտությունների հետ կապված մեր մտահոգությունները նաև հենց նման դրվագներով են պայմանավորված։ Սա կրկին մատիտով արձանագրված դեպք։ Վերջում հա նկատում եք, որ վերջում արդեն Այո, վերջում երբ ամփոփվում են, կոնկրետ դրվագ մատիտով են լրացրել, դրա իրավունքը չունեն, մատիտ իրավունք չունեն տեղամասում պահեն, որովհետև այսինքն երբ որ մատիտով լրացվում է, հնարավորություն է տրվում ջնջելու եւ այլ թիվ մուտք անելու։ Ես արձանագրում ահազանգը ստացել եմ նկարած, որ մատիտով է արվել։ Հիմա, բայց հարգելիս, այնուամենայնիվ ինքը իրավունք չունի թեկուզ սխալներից խուսափելու նպատակով մատիտով անել, հետո շտկել, պետք է սկզբանե գրիչով մուտք արվի։ Ես անպայման կուզեմ բոլորի ուշադրությունը հրավիրել անվավել քվեաթերթիկների քանակին, որովհետև եթե համադրություն ենք նայում, տեսեք, 18 թվականին, այսինքն օրինաչափություն գոյություն ունի, հա, խախտումների, անվավել քվեաթերթիկները եղել են 4706-ը։ 21 թվականի ընտրությունների արդյունքում 4593-ը և խնդրեմ, վերջին ընտրությունների արդյունքում 17097 անվավեր քվեաթերթիկ, եթե մանդատների բաշխման դոնթի բանաձև ներդնենք, ըստ էության մեկ մանդատից ավելի քվե է ստացվում այս անվավեր քվեաթերթիկները և սա շատ մտահոգիչ է, որովհետև մի շարք տեղամասային կենտրոններից էլի ահազանգեր էի ստացել, որ ընդամենը մեր երրորդ համարի քվեաթերթիկը ծալված լինելու հիմքով անվավեր են ճանաչել, ինչի իրավունքը չունեն, այսինքն ունենք դեպք, երբ պատռված քվեաթերթիկը մեջտեղից պնդել են, որ վավեր ճանաչվի և ունենք դեպքեր, որ ընդամենը ծալված լինելու նախապայմանով մեր երրորդ համարի քվեաթերթիկը անվավեր են համարել։ Որպեսզի հետո չգամ սրան, էլի։ Այո, իհարկե, ուզում եք հնդածս հարցեր տվեք։ Անկեղծ ասած, հենց նույն կամ Հայաստանի, կամ ԲՀԿ-ի, կամ ՔՊ-ի տոկոսները ինչքան են կազմում, այսինքն որ դուք այդտեղից հետևեք, որ այդտեղ ինչ-որ բան այն չէ։ Հարգելիս, տեսեք, ես շատ հետաքրքիր տեղեկատվություն ձեզ մատուցեմ, ես օրինակ հիմա այս վերջին օրերին, օրը 1-2 ժամ եմ քնում, մշակում ենք բոլոր տվյալները։ Հիմա քիչ անց ցույց կտամ ինչքան ձայների տարբերություն ենք վերհանել։ Իրապես միայն արձանագրությունների հիմքով էական ձայների տարբերություն ենք հետ բերում։ Հիմա լուրջ հետընտրական գործընթաց է ու մենք բարձի թողի չենք արել։ Մենք շատ լուրջ հետևողականություն
տրամաբանություն ենք դրսևորում, ուղղակի այս թվերի համադրելիությունը ու սկսած երկու կարևոր տեղեկատվություն է ասեմ։ Օրինակ, մի շարք տեղամասերում մարդը մատնահետքով սարքից կտրոն է ստացել, սարքի կտրոնի թիվը ցուցակի թվին չի համապատասխանել։ Սենց բան չի եղել ծավալուն առումով։ Սա լուրջ ահազանգ է, որ հնարավոր է համակարգը կոտրել են, ինչ-որ մեխանիզմ են ներդրել։ Ուրիշ տեղեկատվություն ասեմ, մի շարք տեղամասերում մարդը մատնահետքը թողել է, կտրոնը տվել է, բայց լույս չի վառվել։ Երբ որ մատնահետք է թողում, 3 լույսապարտավոր սարքը վառել, դեղին, կարմիր կամ կանաչ։ Երբ որ լույս չի վառվում, դա լուրջ ահազանգ է, նշանակում է, ինչ-որ մեխանիզմ է աշխատացվել, փչացված է սարքը, բայց շարունակել են այդ սարքերով աշխատել։ Ուրիշ տեղեկատվություն ասեմ, մի շարք տեղամասային կենտրոններում քվյատուփերը կապարակնքված չեն եղել։ Էլի դուք այդ տեղեկատվություն ստացել եք, այսինքն ցանկացած պահի բացել փակել են, մեջը ինչ ուզես, կարող աննկատ իրավիճակում ինչ որ բան են, լցոնում է տեղի ունեցել, ասեմ ավելի, ունեն կոնկրետ տեսանյութերով դրվակ, որ հանձնաժողովի նախագահան գալիս է քվյատուփը վերցնում է, բերում է տեսախցիկի հետևն է դրվում, ու ողջ օրվա ընթացքում չենք կարողանում հետևել, թե այդ քվյատուփի հետ ինչա տեղի ունենում։ Իրապես, որ ասում եմ, խախտումները բազմատեսակ են, իրապես բազմատեսակ են, այսինքն հանձնաժողովականների մակարդակով տեղամասային կենտրոնների վստահված անձանց մակարդակով այնպիսի խախտումներ են արել ծավալուն, որոնք իրապես էականորեն մարդու կամ արտահայտության վրա ներազդեցություն է ունեցել։ Հենց ավարտենք այդ մասին քննարկենք։ Հիմա տեսեք, թեկնածու, հա, կներեք, ավարտեմ ու ասում անցնենք արդիական հարցերի, չէ՞ ձեզ համար։ Թեկնածուն, խնդրեմ, եկել է կանգնել է տեղամասային կենտրոնում քաղաքացիական պայմանագրի թեկնածուն, ուղղորդումներ է անում, այնտեղ անգամ քաղաքացու նկատմամբ ըստեղ հանցագործության մասին հաղորդում է տրվել, որովհետև երրորդ քվյաթերթիկը վերցրած քաղաքացուն մոտեցել են, վիրավորել են, մյուսներին ուղղորդել են, ու սա մի դրվագ չէ, հա, մի շարք թեկնածուներ իրենց ուժի պարագայում ներկա են գտնվել տեղամասային կենտրոններում։ Այստեղ էլի դրվագ է, որ մոտենում են քվյաթերթիկին են դիպում, խնդրեմ, բազմաթիվ դրվագներ ունենք, թե ինչպես են գալիս, այսպես մտնում է վստահված անձը քաղաքացիական պայմանագրի, գալիս մտնում են քվյախցիկներ ու մարդկանց նկատմամբ ճնշում են բանեցնում։ Հեսա այդ հարցերին որ տակ ես օրինակ այդ նորինչ հարց տվեցիք ես հա այդ անվավերության հետ կապված տենց նախադեպ չի եղել բայց անմիջապես այդ գիշեր հենց թվերը տեսա ԿՀ-ին դիմում եմ ներկայացրել առողջություն խնդրել եմ ամբողջ համապետական անվավերները առանձնացնել ու վերահաշվարկ անել որովհետև իրապես մի քանի անգամ ահռելի անտրամաբանական թիվ է բայց կարծես թե իրանք կողմ չեն այդ ընթացակարգին լրացուցիչ կքնվի այդ դիմումս այս պայդրությամբ կարելի ասել մերժել են, հա։ Արդեն հաշվարկների ժամանակ բավականին հարգելն է, տեսեք, հենց հիմա այս պայդրությամբ ինչու ուշացա, որովհետև այս պայդրությամբ ամբողջ Երևանը վերահաշվարկ են անում։ Ամբողջ Երևանը 12 վարչական շրջանի տեղամասային բոլոր կենտրոնները, հարյուրավոր տեղամասային կենտրոնների արդյունքների մասին է։ Հիմա բոլոր տեղամասերի արդյունքները վերահաշվարկ են անում։ Ամեն տեղից արդեն անվավերներից 2, 3, 4 ձայնով հետ ենք վերադարձնում։ Տեսեք, այստեղ 3 հիմա օրինակ նույն ԿՊ-ի ձայները հիմա ցույց կտամ աղյուսակով մոտ 900 տեղամասի արդյունքներ նախնականի հիման վրա արձանագրություններով համադրել ենք արդեն ԿՊ-ն ի հեճուկս են որ ասում է մեր ձայները ավելացվել են էլի իրանց ոչին հարիր քաղաքական մանիպուլյացիաների են դիմում բավականին ձայն են կորցրել ու ցույց կտամ հիմա ինչքան է գրված եղել իրականում ինչքան է եղել այդ իրենց պրակտիկամ, քանի որ 2005 տեղամասային կենտրոնն է, այդ թիվը գեներացվում է այդ 2005-ից։ Իրանք ըստ էության պետք է այդ 2005-ի տեղամասերը բացեն, որպեսզի անվավերները վերահաշվարկ անեն, ու նման պրակտիկա չի եղել Հայաստանի Հանրապետությունում, որ անվավերների հաշվարկ իրականացվի, բայց նաև Հայաստանի Հանրապետությունում նման պրակտիկա չի եղել, որ անվավերները այդքան էական թիվ կազմեն։
Եթե մենք չվերահսկենք, ես համոզված եմ, դրա համար մենք փորձում ենք հասկանալ, որտեղ ու անսպասելի մեկը իմանում ենք, այստեղ բացվեց, ժամը փոխում են եւ այլն, ընտրատարածքայնում հիմա այս պայդրությամբ ինչու մենք բոլորը ակնկալում են օրինակ, հա, ինչպես ասեց գործընկերը, մանդատների թեման, Ժորժ ջան, մանդատների թեմային մինչև հասնելը, այդ մանդատների հիմքում գտնվող թվերը պետք է ճշգրտենք, սենց ահռելի քանակի խախտումներ կա, մենք օրնի բուն չենք քնում այս վերջին օրերը, զբաղված ենք այս ամենը գույքագրելով ու հետևելով հիմա էլի բոլոր քաղաքացիների համար, բոլոր ուժերի համար, ովքեր իրապես ունեն առաջնահերթություն օրինականությունը պահպանելու, պետք է հիմա գնան այս պրոցեսներին վերահսկեն։ Երեկվանից մի շարք տեղամասերում վերահաշվարկներ են իրականանում ու որոշ տեղեր հետո հնդածս ենք իմանում, մարդ ենք ուղարկում, մեր գործընկերները նստած են ու այո, օրինակ այդ այնց դեպք կա այս պայդրությամբ պատրված քվեաթերթիկը վավեր են ճանաչել։ Ըստ էլի նախասիրության, հա, որ քաղաքական ուժի քվեաթերթիկն է։ Տեխնիկական սխալ է, կարող է օրինակ իրենք Անվավերությանը տեղամաս չէ, այդ որ սխալ է մտքագրվել, Չէ, ես օրինակ ես ունեմ տեխնիկական սխալ է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարագայում ես ունեմ օրինակ կոնկրետ տող, որ ուղակի սխալ մուտքը երևում է ակնհայտորեն տեխնիկապես սխալ տող են արել, ընդհանրապես տենց պնդում չեմ անում, բայց տեղամասային կենտրոնում թիվը սխալ գրելը ամենայն հավանականությամբ դիտավորություն է եղել։ Այսինքն մարդկային ֆակտորն է հաշվի առնենք ու թվերի տեսակից երևում է որոշ դեպքերում ակնհայտ դիտավորություն է, որոշ դեպքերում հնարավոր է նաև տեխնիկական սխալներ, որովհետև այնուամենայնիվ համակարգ չի գործում, մարդիկ են մուտք անում այդ տվյալները։ Խնդրեմ